Հարգելի գործընկերներ, շարունակում ենք նիստը եւ ես ներկայացնեմ որոշման նախագիծը եւ որոշման նախագիծը ես կներկայացնեմ արդեն նախագծի երկրորդ մասից, որտեղ շահադրված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունները եւ եզրահանգումը։ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի 05/06/2026 թվականի դիմով հարուցված վարչական վարույթին հրավիրված կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 5-ի ժամը 22:00-ի նիստին ներկայացել է դիմմատու Հանրապետություն կուսակցության կողմից լիազորված փաստաբան Տիգրան Եգորյանը եւ Գրիգոր Առաքելյանը, ինչպես նաև նույն կուսակցության լիազոր ներկայացուցիչներ Անի Խաչատրյանը եւ Մհեր Բեջանյանը։ Ներկայացվեցին Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի նույնականացման քարտի պատճեն, Հանրապետություն կուսակցության կողմից փաստաբաններ Տիգրան Եգորյանին եւ Գրիգոր Առաքելյանին տրված լիազորագիրը։ Հանրապետություն կուսակցության լիազոր ներկայացուցիչներ Անի Խաչատրյանի եւ Մհեր Բեջանյանի անձաստով փաստաթղթի եւ լիազոր ներկայացուցիչների վկայականի պատճենը։ Դիմմատուի ներկայացուցիչներ նիստին ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, անդրադարձան դիմումին կից ներկայացված նյութերի բովանդակությանը, հանդես եկան միջնորդությամբ դիմելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, հայոցած քրեական վարույթների շրջանակներում անձանց թվային տվյալների եւ ֆինանսական ազդեցության գործակցի վերաբերյալ տեղեկանք ստանալու մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելով միջնորդություն այն մերժեց։ Սին դիմումով հարուցած վարչական վարույթի շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրված նիստին ներկայացել են Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի լիազոր ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանը, Էդուարդ Հովհաննիսյանը եւ Գոհար Մելոյանը։ Արամ Վարդևանյանը ներկայացրեց իր դիրքորոշումը, նշելով, որ սույն վարչական վարույթի անցկացումը խաթարել է նախընտրական քարոզչության անցկացումը, նշեց նաև, որ կուսակցության կամ կուսակցությունների դաշնակցի ընտրական ցուցակն ավավեր կամ ուժը կորցրած ճանաչելու հիմքերը հստակ տրված են ընտրական օրենսգրքով, հավելեց, որ դիմումով որևէ խախտում չի հիմնավորվել, ուստի խախտումների շարունակականության մասին խոսք չի կարող լինել։ Ուժեղ Հայաստան կուսակցության դաշնակցի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ դիմումն ակնհայտ անունի է եւ ենթակա է մերժման հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ուժեղ Հայաստան կուսակցության դաշնակցի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը եւս պնդեց, որ դիմումը անհիմն է եւ ենթակա է մերժման։ Դիմումով ներկայացվել է պահանջ անվարվել կամ ուժը կորցրած ճանաչել ԿԸ 03/05/2026 թվականի 69-րդ որոշումը Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի ընտրական ցուցակը գրանցելու մասին։ Սույն դիմումում ներկայացվող առաջին պահանջը չբավարարելու դեպքում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի ընտրական ցուցակը գրանցելու մասին ԿԸ-ի 03/05/2026 թվականի 69-րդ որոշումը անվարվել ճանաչել պահանջով դիմել ՀՀ վարչական դատարան։ Նշած պահանջների հիմքում դիմումատուի կողմից դրվել են հետևյալ պնդումները։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի եւ կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից նրանց ուղղորդմամբ, թողտվությամբ, խթանմամբ եւ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման եւ ընտրողների մոտ այլ եղանակով քողարկված գույքային շահագրգռվածության ձևավորման ուղղված բազմաթիվ գործողություններ, որոնք արձանագրվել եւ բացահայտվել են ՀՀ իրապահ մարմինների կողմից։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի օգտին դրսևորվել են ընտրական գործընթացների եւ դրա արդյունքների նկատմամբ էական ազդեցություն գործելուն միտված արտաքին ազդեցության բազմաթիվ դեպքեր։ Իմիջիալից առաջինը դիմումում 1-3 կետն էր, այս մեջբերումը դիմումում 1-4 կետն է։ Հաջորդը Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի կողմից հայտարարված վարչապետի տեխնացուն ընդգրկված չէ նույն քաղաքական միավորման արդեն իսկ գրանցված ընտրական ցուցակում նրա տեխնացությունը չի համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության պահանջներին դիմումի 1-5 կետ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի ընտրական ցուցակի առաջին համարում ընդգրկված տեխնացուն հանդիսացող անձը ենթադրաբար չի համապատասխանում ՀՀ սահմանադրության եւ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին քաղաքացիության հարցով դիմումի 1-6 կետ։ Զանգվածային լրատվական դաշտում արկա են բազմաթիվ հրապարակումներ ապօրինի եղանակով ներթափանցող ահռելի քանակությամբ դրամական միջոցների մասին, որոնք ենթադրաբար փոխկապակցված են Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնակցի հետ,
դիմում 1-7 կետ։ Որպես դիմումով պահանջ հիմնավորող փաստաթղթեր եւ նյութեր ներկայացվել են։ Աղյուսակում ներառված հակակոռուպցիոն կոմիտեի Facebook-յան էջի հղումներ, որոնց ուսումնասիրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստում է, որ նշված հղումների ներքո ներկայացված են հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդումները տարբեր դեպքերի վերաբերյալ, նույն աղյուսակը Excel ձևաչափով արկա է նաև դիմումի կից ներկայացված ձայնասկավառակում։ Տեղեկանք վերնագրված միջազգային փորձ քաղաքական կուսակցությունների ընտրական գրացման չեղարկման եւ ընտրական գործընթացից հեռացման վերաբերյալ, որում ներկայացված է միջազգային փորձ, որը թույլ է տալիս քաղաքական ուժի հեռացումը ընտրական գործընթացից Իսպանիայի, Իսրայելի, Թուրքիայի, Գերմանիայի օրինակով, ինչպես նաև միջազգային փորձ, որը սահմանափակում կամ արգելակում է քաղաքական ուժի հեռացումը ընտրություններից Մոլդովայի, ԱՄՆ-ի եւ Թայլանդի օրինակով։ Նույն տեղեկանքը արկա է նաև դիմումին կից ներկայացված ձայնասկավառակով։ Փաստաբան Ռուզանա Ավագիմյանի կողմից ստորագրված անկախ դիտորդ հասարակական դաշինքի անունից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին 28.05.2026 թվականի հաղորդման պատճենը նույն նյութը արկա է նաև դիմումի կից ներկայացված ձայնասկավառակով։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը հավավեր կամ ուժը կորցած ճանաչելու իրավական հիմքերը սահմանված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի, այսինքն ընտրական օրենսգիրք 87-րդ եւ 88-րդ հոդվածներով։ Մասնավորապես ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի առաջին եւ 1-րդ մասերի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում հավավեր, եթե գրանցումից հետո հայտ են դառնում փաստեր, որ կուսակցությունների դաշինքի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։ 1.1 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի եւ մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներ ընդունված չլինելու հիմքով կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այն հիմքերի արկայության հաստատող դատական ակտի հիման վրա։ Դիմումով որևէ ապացույց չի ներկայացվել առ այն, որ ընտրություններին մասնակցող ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են կամ բացակայում է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների համագումարների եւ մշտապես գործող ղեկավար մարմինների իրավազորությունը կամ համապատասխան որոշումները ընդունված չեն։ Հաշվի առնելով վերագրյալը եւ 5 ընդունելով ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջները կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել, որ բացակայում են դիմումով ներկայացված հիմնավորումների շրջանակներում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը անվավեր ճանաչելու հիմքեր։ Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի համաձայն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչում, եթե ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին, կուսակցությունը լուծարվել է, կուսակցության գործունեություն կասեցվել է կամ արգելվել է, կուսակցության դաշինքներում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է 2-ից Մաս 2 կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի առաջին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում։ Սույն վարչական վարույթի շրջանակներում քննվող դիմումով ներկայացված չի որևէ ապացույց ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հիմքերի արկայության վերաբերյալ։ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, եթե արկա է նախընտրական քարոզության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, եւ թույլ տված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, եւ թույլ տված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա, ապա տեխնատուին ընտրությունների մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան տեխնատուի ընտրության մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցած ճանաչելու համար։ Դատարանը տեխնատուի ընտրության մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել է կամ ուղղորդվել է տեխնատուի կամ ընտրության մասնակցող կուսակցության կողմից։ Դիմումով ներկայացված հանգամանքների գնահատմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ դիմատուի պնդումները հիմնված են ենթադրությունների
եւ ՀՀ իրապահ մարմինների հաղորդակցությունների վկայակոչման վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին վկայակոչումը անհիմն է։ Դիմումով վկայակոչված է նաև ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն, եթե նախընտրական կառավարության համար սույն հոդվածի առաջին մասով սանված ուղղություններով ծախսված գումարի եւ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սանված պետական բյուջեի վճարվող տուգանքի գումարի չափի եւ նախընտրական հիմնադրամի սույն օրենսգրքով սանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի սույն օրենսգրքով սանված առավելագույն չափի 20%-ը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցած է ճանաչում թեկնածուի ընտրության մասնակցող կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։ Սույն վարչական վարույթի շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրել է վերահսկից վերստուգիչ ծառայության կողմից տրված 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքները 24.05.2026 թվականի եւ 03.06.2026 թվականի եզրակացությունները, որոնցով փաստված է, որ բոլոր սուբյեկտների կողմից ներկայացված նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել եւ դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին։ Վերահսկի վերստուգիչ ծառայության եզրակացություններով ներկայացված գնահատականները հերքող կամ հակառակ ապացուցող հանգամանքներ սույն վարչական վարույթի շրջանակներում չեն ներկայացել։ Ուստի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ բացակայում է ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի վկայակոչումը անհիմն է։ Վերագրյալի հաշվառմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ բացակայում են ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցած ճանաչել պահանջող դատարան դիմելու հիմքերը։ Հիմք ընդունելով վերագրյալը եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 47-ից 49-րդ հոդվածներով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի 2026 թվականի հունիսի 5-ի դիմում մերժել, սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկեր, ես նախագիծը ներկայացրի, հարցեր նախագիծի վերաբերյալ կան, ելույթներ, դիտողություններ չկան, այդ դեպքում նախագիծը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են որոշման հաստատման կողմ 7 որոշումը ընդունված է, մեր նիստը հայտարարում փակված